Պարոն Քոչարյան 7 ժամ, շուրջ 7 ժամ գործողություններ։ Ինչ էին փնտրում, ինչ գտան, բացի ձեզնից, ձեր ընտանիքի անդամներից ներս։ Ճիշտն ասած չգիտեմ ինչքանը կարող եմ ասել, ինչքանը չէ, սա երևի փաստաբանները այդ մասով ավելի կիմանան, ուղղակի ինչ որ սխալ բան չասեմ։ Հենց առավոտ 7-10 այսպես եկան խոզարկության, փաստորեն ես դեռ տեղեկություններ չունեմ, զուգահեռ գիտեմ, որ նաև ուրիշ տեղ նաև գործողություններ էր գնում, հորս հետ կապված, եղբորս հետ կապված։ Ըստ երևույթի ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում ու այդպես ժողովուրդ ջան։ Այսինքն դուք կապում եք ձեր այդ ելույթի հետ, այս գործողությունները դուք կապում եք։ Գիտեք, ընդհանուր, հիմա կոնկրետ այդ ելույթը, որ ասեմ, առանձնացնեմ, միայն այդ ելույթի հետ չէ, այդ ելույթը կարող է ինչ-որ ավելորդ խթան հանդիսացել, բայց նման ելույթներ այնպես չէ, որ առաջի անգամ ունեցել ու ընդհանուր այս ամեն ինչը կապված է մեր ընդդիմադիր գործունեությունից, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելը, սրա մասին խոսելը, բարձրաձայնելը, չընկրկվելը, չնահանջելը, չկզելը, այս ամեն ինչի արդյունքն է, մենք այս ամեն ինչին պատրաստ ենք, առաջին անգամ չի, ու այս ամեն ինչը շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին, Պարոն Քոչարյան, մեծ այդ իրավապահները հեռացան կապոցներով, ինչ տարան ձեր տնից զարգացան արդյունքում։ Առանձնապես ոչինչ չգիտեմ։ Ինչ էին ման գալիս, կարող ենք ասել, թե չէ։ Խոսքը գնում էր էլեկտրոնային կրիչների մասին էր խոսքը գնում, փաստաթղթերի մասին էր խոսքը գնում։ Խոսքը գնում էր այնպիսի փաստաթղթերի եւ էլեկտրոնային կրիչների, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունեցող ինչ-որ տեղեկություններ պարունակեն, sense համառոտ ասեմ, որպեսզի դուք նաեւ պատկերացում ունենաք, խոսքը գնում է նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման։ Ես ավարտեմ, փաստական հանգամանքները ամբողջ չեմ կարող բացահայտեմ նախաքննական գաղտնիքից ելնելով, բայց համառոտ հետևելն է։ Փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն եւ այդ բոլոր գործողությունների արդյունքում այնպիսի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ կամ այլ փաստաթղթեր, որտեղ որ կարող են ինչ-որ սղագրումներ իրենց մեջ պարունակեն, որոնք որ վկայում են եւ խոսքը գնում է ապօրինի ծագում ունեցող գույքի մասին։ Հիմա ձեզ ամբողջությամբ այդ իմաստով ներկայացնեմ հետեւելը։ Խուզարկությամբ ինչ որ հայտնաբերվել է, նախ ապօրինի ծագում ունեցող որևէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվեր կամ ինչ որ այնպիսի առարկաներ, որոնք որ որևէ աղերս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։ Սակայն միգուցե հարցը առաջանա, ինչ են այդ դեպքում այդ առարկաները վերցվել։ Պատասխանը շատ ընդհանրական է այդ մասով, որը որ տալիս է վարորդ իրականացնող մարմինը, դեր քննություն կատարենք, բարձենք սա ինչի հետ է կապված։ Ավելին ասեմ, նույնիսկ առերևույթության մակարդակում երևում է այս առարկան, դրա պատկանելիությունը եւ այլն, այսինքն նույնիսկ քննություն կատարելու, որպես այդպիսի կանրաժեշտություն չկա, որպեսզի հասկանան այս առարկան ինչ որ աղերս կարա ունենա այն հանգամանքների հետ, որ ես քիչ առաջ նշեցի։ Պարոն Ալեքսանյան, բայց ձերբակալված անձի մասին է նշվում, տեղյակ եք ովքեր են, բացի երկրորդ նախագահը եւ ավագ որդին։ Չէ, անկեղծ ասած մենք խոզարկության ենք մասնակցում, ինչ որ տեղյակ ենք մամուլից, որովե մեկնաբանություն այս մասով չեմ կարող ասել։ Ես ընդհանրապես մի բան ֆիքսեմ, տեսեք, ըստ էության բոլորի համար հայտնի է, որ պարոն Լևոն Քոչարյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր։ Հետևաբար այստեղ պետք է մենք վերհանենք հետևյալ հարցը, թե առասարակ այս խոզարկությունը եթե անօրինական է, ինչու է անօրինական կամ օրինաչափը, թե առասարակ օրինաչափ չի։ Պատասխանը շատ ակնհայտ է, օրինաչափ չի, որտեղ ըստ էության Լևոն Քոչարյանը հանդիսանալով ԱԺ պատգամավոր օժտված է անձեռնամխելիությամբ։ Իսկ պատգամավորի անձեռնամխելիությունը կարող է հաղթահարվել ոչ միայն անազատության հետ չկապված կամ կապված որևէ գործողության կատարման, այլ նաև փաստացի քրեական հետապնդման իրականացման առումով։ Հիմա տեսեք, դե յուրը Լևոն Քոչարյանը չունի որևէ կարգավիճակ, բայց դե ֆակտո ունի կարգավիճակ, ունի մեղադրյալի դե ֆակտո կարգավիճակ, որտեղ ըստ էության խոզարկության կատարումը ենթադրում է որոնողական գործողությունների կատարում, ինչը ենթադրում է դրանց արդյունքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ։ Այսինքն ըստ էության այս խոզարկությամբ փորձում էին հասկանալ Լևոն Քոչարյանը ապօրինի ծագում
տեղում ունեցող ինչ-որ գույք, դրամական միջոցներ կամ այլ միավորներ բնակարանում պահումը թե ոչ, այսինքն մերկացնող հանցանքի կատարման մեջ մերկացնող ըստեյության գործողություններ են կատարվել։ Իսկ եթե կա գործողություններ, որոնք որ մերկացնում են անձի այս կամ այն հանցանքի կատարման մեջ, այսինքն վերջինիս արդեն իսկ փաստացի կասկածում են եւ մեղադրում են ինչ-որ արարքի կատարման մասով։ Սա ենթադրում է, որ սա փաստացի քրեական հետապնդում է, ինչից հետևություն, որ փաստացի քրեական հետապնդման պարագայում գլխավոր դատախազը պետք է գար ազգային ժողով համապատասխան միջնորդագիր ներկայացներ անձնամխելիության հաղթարման, որպեսզի նաև հենց փաստացի քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանար։ Հաշվի առնելով ընթացքը հետագային կարելի է ակնկալել, որ դատախազությունը կդիմի այդ քայլերին։ Դե ոչինչ պետք չի բացառել եւ ոչինչի կարծում եմ տենց վրա պետք չի զարմանալ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որ այդ գործողությունը արդեն իսկ պետք է կատարվեր, մինչեւ այս բնակարան գալը եւ այս գործողություն կատարելը, գլխավոր դատախազը արդեն պետք է լիներ այժմ եւ դրա վերաբերել համապատասխան թույլտվություն ստանալ։ Մի կարևոր Զարգությունը ապօրինի է եղել։ այո, Ապօրինի խոզարկությունը ոչ միայն այս հիմքով, սա ամենակարծես թե կարևոր հիմքն է, շատ ուղենիշային հիմքն է, բայց բնականաբար կան Սա մեկ այլ առասարակ երևույթ է։ Բնականաբար խոզարկությունը կատարման ընթացքի վերաբերել, որպես այնպիսի ինչ-որ ագրեսիվ գործողություններ չեն կատարվել, պետք է հանուն արդարության սրա մասին նշեմ, բայց պետք է նաև հաշվի առնենք հետևյալ իրավիճակը, որ Լևոն Քոչարյանի 1 մանկահաս եւ 2 անչափահաս երեխաները գտնվում էին տանը, եւ ես կարծում եմ, որ նման այսպես ասած դիմակավորված անձանց օժանդակությամբ եւ միջոցով այս գործողության կատարման անհրաժեշտությունը առհասարակ չկար։ Տիկին Սողան դուք սկզբում եք։ այո, սկզբից էլ ներկա եմ եղել, ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ իհարկե ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական ճակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խոզարկություն իրականացնելու հենց 3 ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սա մեկ, սա ինքնին արդեն ծանրակշիռ փաստ է քաղաքական հետապնդումը հիմնավորելու։ Երկրորդը այն է, որ էլի չխորանալով դետալների մեղադրանքի բովանդակության մեջ, թե ինչքան հին, մոտապես 2000-ական, արդեն հաղորդագրությունից պարզ 2001-2 թվականների բան է, որոնք օբյեկտիվորեն էլ չէին էլ կարող առնչություն ունենալ որպես հանցակցություն պարոն Լևոն Քոչարյանի հետ եւ իր գործողության բնույթով, այսպես ասած, պատժիչ ռեպրեսիվ գործողություններ էր, որովհետեւ երեխաները շփոթված էին շատ դիմավորել, պատկերացրեք դուրը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասենց ասում էր, «Էս ինչ են անում այս մարդիկ այստեղ»։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ, չգիտեմ, հնարավոր է Սպայդերմենն է եկել, այո, շփոթված են, հա։ Այդուհանդերձ ես նաև արձանագրեցի էլ, որ ինձ համար իրավաչափության տեսակետից, նաև այս շոուները կազմակերպելու տեսակետից բացարձակ արդարացված չի կարող համարվել ԱԱԾ ալֆա ջոկատի ներկայությունը այստեղ։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել ինձ ասում է, բայց ես գիտեմ, որ այս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների մոտ գնան, ինչ-որ զինված մարդկանց մոտ, մեր տուն ինչի են եկել։ Լավ, վարույթն իրականացնող մարմինը ասում է, որ բայց իրանք չեն մասնակցել գործողությանը, էլի իրենց ներկայությունը, այդ դիմակավորված ներկայությունը ամեն դեպքում ազդեցություն է երեխաների եւ առհասարակ մարդկանց հարևանների նկատմամբ ինքը որևէ կերպ իրավաչափությամբ չի հիմնավորվում։ Դե մնացած մեղադրանքի էությունը ինձ թվում է արդեն հասկանում, որ Լևոն Քոչարյանը անուղղակիորեն է գործեն առաջին, որտեղ եթե Ռոբերտ Քոչարյանն է վերաբերվում գործը, ինչու են այստեղ եկել։ Հա, ինչ որ շատ տարօրինակ փորձել են շղթակապել, թե ինչ կապ կարող է ունենալ, վստահ եմ, որ եթե անաչառ դատարան լինի, այս խոզարկության որոշումը բացարձակ ապօրինի է ճանաչվելու, որովհետև մոտավորապես 20 տարվա տարբերության մեջ մոտավորապես լոգիկան հետևյալ է, 20 տարի, 25 տարի առաջ
եղել են ինչ-որ գործողություններ, ինչ-որ տարածքներ են ապօրինի օտարվել, այնտեղից ինչ-որ ենթադրաբար ապօրինի գույք է ձևավորվել, այդ գույքը ձևափոխվել, եկել հասել է այս տուն, բայց այս տանը տենց էլ չկարողացան այդպիսի բան գտնել։ Իմ տպավորությունը այնպիսին էր, որ այս մարդիկ փորձում էին ինչ-որ թանկարժեք բաներ գտնել, ամեն ինչը, նույնիսկ սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանալ ինչ որ ուլտրա թանկարժեք բաներ կան, չեն կարող, ինչ որ ոսկեգույն ժամացույց են գտնում, մտածում են, ահա, հեսա գտան այդ կարևոր մեծ կեղեքիչ ապացույցը, պարզվում է, որ դա նույնիսկ ոսկի էլ չէ, ուղղակի ոսկեգույն ժամացույց է։ Ու այդպես իմ տպավորությունը այնպիսին էր, որ ցանկանում են գեր թանկարժեք բաներ գտնել, որոնք այդպես էլ չկարողացան գտնել, ընդամենը եթե թույլ կտա պարոն Քոչարյանը, ասենք, որ իրենց հարսանիքին նվիրած հուշամեդալներ են տարել, որը նույնիսկ նշվածել է, բացել են այդ հուշամեդալները, վրան գրված է եղել, որ հարսանիքի ամսաթվով նվեր է այսինչ մարդկանցից։ Դրանք արգրավել են վարույթի շրջանակներում, չնայած որ էլի իմ համոզմամբ այդտեղ ուղիղ արդեն փաստվում է, որ դա առնչություն չի կարող պարզապես ունենալ այդ գործին։ Իսկ որևէ այլ բան ինչ են արգրավել փաստաթուղթ, այլ նշանակությամբ այդ գրիչները։ Գրիչների մենք բովանդակությունը չենք էլ կարողան բացենք, գրիչ, հա։ Նույնիսկ smart TV-ից ֆլեշկա են տանում, որ Պարոն Քոչարյան, երեխաների դրամատուրգությունը դուք կփոխանցեք, ինչ է ասել այդ հնարավորությունը։ Փորձում ենք հանգստացնել, բացատրել բնականաբար, որ երեխաները շատ դժվարություններ չտանեն, դե հիմա նոր դուրս եկան, դեռ չեմ խոսել, այսինքն միշտ տանը մարդ կար, ազատ չեն կարողացել խոսեն, հիմա քիչ հետո պետք է մտնենք ավելի, փորձենք բացատրենք ինչ էր, ոնց էր։ Իսկ մնացած առումով իրականում այնտեղ որոշման մեջ որ նայում է, ինչ որ անուններ էր գրած ընկերությունների, որ գաղափար չունեմ ովքեր են ասում։ Չի հասկանում իմ կապը, որը կարող լինի այդ ամեն ինչի հետ։ Ինչևէ, ժողովուրդ իսկապես հերթական անհետեցությունն է։ Բայց ձեր դերված նաև ձեր ուժի հաշվի առնելով սպասվող պրոցեսները հիմա իզոլացման քաղաքականություն է տանում Փաշինյանը ընդդիմադիր առաջնորդների բոլորի վրա մի գործ կա, ինչպես եք պատկերացնում իշխանափոխությունը, ինչի համար օրինակ դուք ապել խորհրդարանում եք։ Տեսեք, ես կարծում այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում, որոնք ոնց որ ասի չեն ենթարկում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու ազսպել։ Նույնը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Գագիկ Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե մնացածը, ու ինչի անում այս մարդը այս ամեն ինչ, որովհետև կարողանում անել, որովհետև ավանդաբար այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ կապված շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, այս դեպքում ոչինչ չեն անում։ Հատկապես արևմտյան շատ կառույցներ, կազմակերպություններ, դեսպանատներ, քար լռություն։ Ոչինչ չկա։ Կատարյալ հասկանում եք, այն օրը 3 էր չէ ազգային ժողովում։ Ասենք վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը կանգնում ասում է, այս ինչ պետք է նստի, այս ինչին պետք է ունեզրկեմ։ Ես չգիտեմ, էլի ավելի ու հաջորդ օրը մտնում են, ասենք կոնկրետ այն ում ինքը դա ասում էր, հաջորդ օրը մտնում են իր տուն մի 20 հոգի դիմակավորված այդ բաներով, ԱԱՑ-ականներով, այսինքն ավելի բան ապացույց, որ այս մարդը ապօրինի է գործում, օրենքից դուրս է, ես չգիտեմ էլ ինչա պետք դրա համար։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի դեպքում ընկերությունները խլում են, փորձում են պետականացնել, այդ դեպքում այդ վտանգը կա ձեր ընտանիքին պատկանող։ Եթե չեմ սխալվում, մեր մասով էլ հիմա ուղղակի ինֆորմացիայի բան չունեմ ժամը 7-ից։ Կարծեմ նույնիսկ սիրուշվե խանութներն են կապարան կնքել, եթե ճիշտ գիտեմ։ Այսինքն այս ամեն ինչը, գիտեք, իր նպատակը այն ինչ ասել է իսկականից։ Ես գիտեք երեք նաև ինչ էր ասում էր ես չեմ թողնելու այն ինչ ունես ժառանգեք երեխաներին, էլի։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետք է լինես, որ իմ երեխուց այս չգիտեմ ես ինչ մարդկային տեսակ է, էլի սա։ Սա մի ուրիշ մարդկային տեսակ է, ահավոր է, երբ որ տեսնում ես, որ նման տեսակի, նման չգիտեմ, մարդուն կարան այդքան ձայն տան, այդքան հավանես։ Այս իսկապես մեծ ողբերգություն է այս ճանաչ ընդհանուր երկրի համար։ Բայց ընդդիմությունը քիչ ձայն չի հավաքել։ Հարցս կրկնեմ, ի վիճակի է ընդդիմությունը այսօր դիմակայել այսպիսի պրոցեսների, որոնք թվարկում եք այստեղ։
Ուզես պիտի դիմակայենք, իսկ այսքան ժամանակ ինչ ենք անում։ Դա դիմակայում ենք, չէ՞, բայց այս ամեն ինչ որ հիմա կատարվում է, այդպես դիմակայելու արդյունքում է։ Քիչ կան, քանի հոգի գիտեք, ովքեր խելոք գնացել, համակերպվել, ենթարկվել են, ինչ որ բան պայմանավորվել են, մի մասը թողել գնացել է, չեմ էլ մեղադրում, այսինքն թողել գնացել է, չի նա, մենք մնացել ենք պայքարում ենք, շարունակել ենք։ Էս է հենց դիմադրությունը։ Թե չէ նույն գիտեք, այն սկզբունքը երեկել է ասում այսօր փորձի մասին։ Այսօր քանի հոգի կա նույն իշխանության մեջ նախկին կոչված, այսպես իրենց մերկաններով, էլի, նախկին մնացած հարուստ, այսպես նախկին օլիգարխներ, իշխանամերձ։ Ոչ մի բան։ Իրանց գույքը չի ստուգվում, իրանց հետևից չեն գնում, իսկ այն ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը, պայքարում է, այդ մարդկանց հետևից գնում են։ Սա է, շատ ակնհայտ է, ամեն ինչը բոլորի աչքի առաջ։ Պարոն Քոչարյան, որքանով ձեր երեկվա ելույթը, սուր ելույթը կապ ուներ այս վերջին շրջանում իրավապահների այս գործողությունների հետ, դա դրա շարունակությունն էր։ Կարծում այո, նաև ելույթը իր դերը խաղաց, բայց ասում եմ, ընդհանուր գլոբալ է պետք նայել։ Այս մարդը չունի ոչ մի բարոյական գծեր, կարմիր գծեր, օրենք խախտելու հետ կապված, անբարոյականություններ անելու հետ կապված ու շարունակում է, ասում եմ, անելու է այնքան, ինչքան որ մեր հասարակությունը, նաև արտաքին միջավայրը իրան այդ հնարավորությունը կտա, բայց ամեն ինչ միանշանակ ավարտ է ունենալու։ Ցավալին գիտեք որն է, որ այս ամեն ինչում նաև ինքը հանցակից է դարձնում շատ մարդկանց։ Այս ապօրինությունների տակ ամեն դեպքում մարդիկ մտնում են։ Կարող է գան, ված զգալով, գլուխը կախած ինչ-որ բաներ անեն, քննիչներից սկսած, վերջացրած նույն թեկուս այդ դիմակավորված մարդկանց հետևում ովքեր որ կան։ Բայց միևնույնն անում են ու ի վերջո նաև հանցագից է դարձնում այդքան մարդկանց, էլի։ Դա համար ով ունի մասնագիտական արժանապատվություն, կարծում եմ այս ամեն ինչին պետք է ուշադրել ու իմանա, որ ուշ թե շուտ ինչ որ պատասխան տալու ժամանակը գալու է, որոնը պետք է այնպես գործի, որ կարողանա ասի ես օրենքով եմ գործել։ Պարոն Քոչարյան, ձերբակալել են ձեր հորը եւ ձեր ավագ եղբորը, հիմա միջնորդություններ են ներկայացվելու կառավարման առնչությամբ, ինչպես է գնահատում այս արագընթաց process-ը իրեն շուրջ եւ ինչ է կարծում հնարավոր է իրավական հանգուցալուծում այս քաղաքական process-ներում։ Տեսեք, իհարկե իրավական մասով ամեն ինչ արվելու է, գիտեք, փաստաբանները մնացած, այսինքն իրավական առումով ցույց ենք տալու այս անհետացությունը, բայց այստեղ իրավական չի հարց, քաղաքական է։ Իսկ եթե հետապնդումը քաղաքական է, մոտիվացիան այդ մարդկանց հետևից գնալու քաղաքական է, իհարկե սա քաղաքական գործընթաց է այս ամեն ինչը։ Իրավական շղարշ են փորձում տալ, այսպես ժողովրդի աչքին ցակող ինչ որ հայտարարություններ անել, բակը դատարկություն է։ Մի sense level ներքևից դնում ես, դատարկություն, ոչ մի բան չկա։ Իրար այսպես բերած, կպցրած, ինչ որ իրանց ենթադրությունները որպես իրականություն ներկայացնելու հետ կապված նաև բաներ կա այդ հաղորդագրության մեջ, բայց process քաղաքական է, հանգուցալուծությունն էլ ի վերջո քաղաքական առնելու։ Հիմա այս իրավական գործընթացի մեջ իհարկե այսպես թակուբիր լինում են դատավորներ, ովքեր որոշակի այս արժանապատվությունը մասնագիտական ցուցաբերում են ու կարողանում են անկախ լինել, բայց սա այսպես լոտոյի պես բան է, էլի։ Մի հարց տամ, էլի դուք ձեր հայրիկի մասին որևէ տեղեկություն ունեք, հաշվի առնելով որ նա հիվանդանոցում է։ Տեղեկություն չունեմ։ Եվ պատրաստվում եք, բայց գնալ նրա հետևից։ Դե իհարկե հիմա պետք է հասկանամ, ուղղակի իմացա որ այստեղ է, չուզեցա շատ սպասեցնել, բայց իսկապես չունեմ։ Որ վերջին շրջանում իրադարձություն է տարել։ Այո, սրտի հետ կապված կար խնդիր, մոտ 2 շաբաթ առաջ երևի, այդպես, հա, կարծում եմ, Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ ավելի քան 8 ժամ տևած խոզարկությունն ավարտեց Լևոն Քոչարյանի տանը։ Քննիչները հեռացան, ըստ էության ոչ մի էական բան չէին հայտնաբերել պաշտպանների եւ Լևոն Քոչարյանի, ընդհանրապես գտել են նրանց Լևոն Քոչարյանի եւ Սիրուշոյի հարցնական որոշակի նվերներ,